Պարոն Արուշանյան, ինչպես գիտենք, 2026-ին դպրոցների օպտիմալացումն է իրականացվելու, խոսք է գնում 40-ից ավել դպրոցների մասին, ինչ փուլում է, այսպես ինչ աշխատանքներ են իրականացվում այդ ուղղությամբ։ Նախ շնորհակալ եմ, որ եկել եք, հարգելի լրագրողներ, մինչ այդ հարցին պատասխանելը նշեմ, որ այսօր Տիգին Ղազարյանցը հարց էր բարձրաձայնել մանկավարժների, որ մարզում չեն կարողացել մանկավարժ գտնել, որը 400,000-ից ավել աշխատավարձ ունի, իհարկե առանձին շնորհակալություն, որովհետև այդ ստիպեց մեզ թվերը հանել ու նայել, թե ինչ է իրականում, ինչ պատկեր ունենք մարզում, ու այդ թվերը տպավորիչ են, ու այդ թվերը հետագայում շարունակվելու աճելու միտում ունի, որովհետև ատեստավորված մանկավարժների թիվը օրորի ավելանում են։ Ուզում եմ նշել, Անահիտ ջան, որ Շիրակի մարզում 500,000 պլյուս աշխատավարձ ստացող 2 մանկավարժ ունենք, իդեպ այդ 500,000-ը արդեն հարգված աշխատավարձի մասին է խոսքը, այսինքն արծեռն մարդիկ է ստանում են այդքան, 19 մանկավարժ ունենք, որը 400,000-ից ավել է ստանում, 124 մանկավարժ ունենք, որը 300,000-ից ավել է ստանում, եւ 526 մանկավարժ ունենք, որը 200,000-ից ավել է ստանում։ Այնպես որ մարզում ունենք մանկավարժներ, որոնք բարձր աշխատավարձ են ստանում, ել եմ ասում շնորհակալություն այդ ստիպեցիք մեզ, որ մենք այդ թվերը հանենք ու նայենք։ Ձեր տված հարցին պատասխան իրենք բոլորը նախագծեր են, որոնք դպրոցների վերամիավորման նախագծերի մասին է խոսքը ձեր հարցը, բայց մենք իմի նորից կետ առ կետ վերանայում ենք, գիտեք Հողմիկի պատմությունը, որը Արեգնադեմի դպրոցին պիտի միանար, բայց օբյեկտիվորեն գյուղի անձնակազմը ցույց բացատրեց մեզ, օբյեկտիվորեն ասեց խնդիրն ինչումն է, մենք հասկացանք ու կառավարության որոշման մեջ փոփոխություն տեղի ունեցավ, մենք ունենք նաև Մուսայելյանի դպրոցի հետ կապված խնդիր, ես անձամբ գնացե մեր լեզվով ասած Ձորի գյուղերը պատտվել եմ, տեսել ենք այնտեղ ինչ խնդիրներ կան, մարդիկ խնդիրները բարձրաձայնել են, որ այնտեղ էլ շատ դժվարություն է, 20 կիլոմետրից ավել է ամենահեռավոր գյուղից մինչև Մուսայելյանը, ես անձամբ տեսելու իմ համար պարզ է տարել խնդիրը ու արդեն նախարարի հետ խոսել եմ, նախարարին հրավեր տերություն ենք ուղարկել, թե մեր առաջարկը որն է ու խնդիրը ինչու՞մն է կայանում։ Այսինքն այդ վերամիավորվող դպրոցների մասին էլ որ խոսում ենք, մենք իրականում բոլորը փուլ առ փուլ վերանայվում են ու այս պահին գործողությունները հենց այդ տրամաբանությամբ է գնում։ Հա, կառավարության որոշումով եղել է այդ գործընթացը, մենք նոր դպրոցներ ենք կառուցում, հիմնանորոգում, բայց միևնույն ժամանակ հենց գալիս է այն փուլը, որ դպրոցները վերամիավորվեն, արդեն տեղային կետնի վրա, հողի վրա, այսպես ասած, աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ։ Բայց այն դպրոցների մասին, որոնք խոսում են, այստեղ մենք աշակերտների քանակներն էլ ունենք, 10 աշակերտ, 15 աշակերտ դպրոց ունենք, ավելի քիչ աշակերտներ ունեն, իրականում այդ վերամիավորումները հենց միտված են երեխեքի լավ կրթություն ստանալու համար, ու այդ լավ կրթությունը միայն լավ մանկավարժը չէ, այլ նաև լավ դպրոցի պայմաններ, լավ շենքային պայմաններ, լավ լաբորատորիաներ, իսկ դուք գիտեք այն դպրոցները, որոնք մենք կառուցում ենք, շատ բարձր որակի շենքային պայմաններ են, լաբորատոր սարքավորումներ են, համակարգչային լսարաններ են, սպորտային տալիժներ են, կրթությունը միայն լավ գիտելիք ունենալը չէ, նաև պետք է 12 տարին, որը աշակերտը անցկացնում է դպրոցում, այդ աշակերտը ունենա նաև լավ ֆիզիկական պատրաստակամություն ու չունենա որևիցե առողջական խնդիրներ։ Հողմիկի հետ կապված մանրամասներ փոփոխություններ։ Հողմիկի հետ կապված Հողմիկը պետք է միանար Արեգնադեմի դպրոցին, բայց քանի որ ճանապարհը սխալ էր ընտրված, որոշում կայացվեց, որ Հողմիկը միավորվելու է Համասյայի դպրոցին, երբ որ Համասյայի դպրոցը արդեն կառուցեցին, վերջացրեցին։ Այդտեղ հեռավորությունները փորձում ենք այնպես անել, որ 1-2 կիլոմետր, 3 կիլոմետրը չանցնի, որ դժվարություն չառաջանա, բայց ել եմ ասում, այդ ամբողջ ծրագիրը նախնական գծվել է, բայց այդ ծրագրի վրա, որոշումների վրա արդեն փոփոխություններ են անում, արդեն հենց այդ բուն են ժամանակ, երբ որ գալիս է հողի վրա իրագործելու այդ որոշումները։ Ես իմի կոնկրետ դպրոցն ու գյուղը չասեմ, որ չթիրախավորենք, բայց 2 մանկավարժ, որոնք ստանում են 500,000-ից ավել աշխատավարձ, մեկը Գյումրու դպրոցը, մեկը գյուղերից մեկի դպրոցն է, ու բաշխվածությունը նույն
400 պլյուսը 7 հոգի 400 պլյուս ունենք Գյումրիում, մնացած 12-ը 400 պլյուսի արդեն գյուղերում են։ 124 հոգի ունենք 300 պլյուսից, 300 պլյուս, որից 67-ը Գյումրի է, մնացածը 57-ը բանում են, գյուղերում են։ Նույնը 526 ունենք 200 պլյուս, որից 204-ը Գյումրիում է, 312-ը գյուղերում են։ Այսինքն պաշտպանությունը այդ կապ չունի, պաշտպանությունը գումարի չափը կախված է մանկավարժի ատեստավորման բալերից, կախված է տարակարգ ունի թե չունի, կախված է դասաժամերի քանակից։ Գյուղերում ունենք մանկավարժներ, որոնք մասնագիտությունից ելնելով մի քանի դպրոցներում են դասավանդում, բայց ամեն դեպքում աշխատավարձների այս պատկերն ունենք, այնպես որ մեր կառավարությունը Անահիտ ջան երբևիցե չի սդել ու չի սդելու։ Կարող ենք գնահատել ինչպես կգնահատեք դրական է Բնականաբար դրական է, ու մենք այս ծրագրի հիմքում տրված է ինչ-որ մանկավարժը դասասենյակ մտնելուց միայն տրամադրված լինի դասաժամին, 10-ին, որովհետև ինչքան էլ մանկավարժը շատ սիրի իր աշխատանքը ու պրոֆեսիոնալ լինի, եթե ինքը տանը հոգսեր ունի, ինքը ամեն դեպքում նաև մտահոգ է լինելու իր անձնական խնդիրներով, իսկ այս չափի աշխատավարձ ստացողները գոնե այն մինիմալ իրանց կարիքները կարողանում են հոգալ ու ամբողջությամբ նվիրում են դասապրոցեսին։ Նաև էլի Անահիտի հարցազրույցներից մեկում մեր մանկավարժներից մեկը բարձրաձայնել էր, որ 70-ից 80 հազար դրամ են Գյումրիում կամ Շիրակի մարզում աշխատավարձ ստանում մանկավարժները, ցավում եմ, որ ունենք այնպիսի մանկավարժ, որը գուցե իմանալով խեղաթյուրում է այն փաստերը, որը իրականություն են, կամ անձնական կամ քաղաքական նպատակներով, բայց ամեն դեպքում մանկավարժը պետք է օբյեկտիվ լինի, որովհետև ինքը սերունդներ է մեծացնում։ Պարոն Արուշանյան, դրամահավաքության հետապարտ դպրոցներում այդ երևույթը ասում են կամ վերացել է կամ նաև օրինակներ են դրում, որ ամեն դեպքում չի վերացել։ Դրա պատճառները, դրա հետևանքները ոնց կբացատրեք։ Շատ շնորհակալ եմ, որ այդ հարցը տվեցիք, իրականում այդ առումով այդ մասով ասելիք ունեի, ու հարցը որ չնչեր երևի թե չկարողանայի տալ, կան տարբեր հոդվածներ, որոնք պատվիրված են, ու տղաներ, աղջիկներ, որոշ դեպքերում պարզ չէ տղա է թե աղջիկ է, մարդիկ, որոնք փորձում են արադավորել ինձ, փորձում են արադավորել իմ կոլեկտիվը, իմ գործընկերներին, ուզում եմ հիշեցնել իրենց ու առիթից օգտվելով ասեմ, որ շատ չարչարվեն, որովհետև Գյումրիում ու Շիրակի մարզում բոլորս մեկս մյուսից ճանաչում ենք, ու այդ պատվիրված հոդվածներով մաքսիմում արադավորում են իրենց թեշտերը, իրենց բլոգներն ու իրենց էջերը, նման դեպքեր շատ են լինելու դեռ, նման պատվերներ շատ ենք դեռ ունենալու, այդ ամեն ինչը իմ համար շատ պարզ է ու հասկանալի է։ Դրամահավաքությունը բնականաբար արգելված է, չի ընդունվում, բայց օբյեկտիվորեն լինում են դեպքեր, երբ որ փորձում են օրինակ էլի չեմ կարախուսում այդ հակառակը ասում եմ, որ ինքը արգելված է, բայց հասկանում ենք, որ վերջի զանգի ենթադրենք, ծնողները իրենց երեխեքի համար ինչ որ միանման հագուստ են որոշում, այդ համարենք, որ դպրոցում վերջի զանգի դրամահավաքություն կա, թե չկա, տնօրենն է կազմակերպել, թե տնօրենը չի կազմակերպել։ Այնպես որ այդպիսի հարցեր լինում են միջոցառումների կազմակերպման կամ այլ առումներով, բայց մեր վարչությունը հետևողական է, որ որևիցե խնդիր չլինի կամ ստիպողաբար որևէ բան չլինի։ Այդ կոլեկտիվ է, ծնողական խորհուրդ է, որոնք իրենց որոշում են ինչ որ բան կազմակերպել, էլ եմ ասում, իրանք իրանց երեխեքի համար։ Դրամահավաքությունը ես չկընդունեի խիստ արադավորող, երբ որ մարտի 8-ը պիտի տնօրենին ինչ որ նվեր տային, այդ դրամահավաքությունը այն թույլատրելների շարքին է պատկանում ու նորից առիթից օգտվելով հորդորում եմ բոլոր մեր ծնողներին նման դեպքերի պարագայում թեկուզ անանիմ տեղեկացնեն մարզպետարան, իսկ իմ հետ կապը բոլորը կարող են շատ հեշտ ունենալ, մենք այդ հարցը շատ խիստ ու հետևողական առաջ կգնանք ու կպատժվեն բոլոր այն տնօրեններն ու մանկավարժները, որոնց դպրոցներում նման երևույթներ լինում են։
Իսկ կանադական խմբերին ծնողներով հավաքած այդ չի կարելի անվանել էլի դրամահավաքություն։ Դպրոցներում 3 դպրոցում եմ եղել, որից մեկը արդեն երեխաները այնտեղ դասապրոցեսը կազմակերպված էր։ Մեկ դպրոցում շինարարությունը ինչ որ X փուլի էր, այնտեղ թերություններ եմ հայտնաբերել եւ շինարարի հետ խոսել եմ, որ այդ թերությունները վերացնեն։ 19 դպրոցում ամբողջությամբ ավարտված էր արդեն շինարարական աշխատանքները եւ մաքրման աշխատանքներն էլ գրեթե ավարտված էր, արդեն կույտն էին դասավորում։ Մոտ ժամանակներում այնտեղ էլ գնան երեխեքը արդեն դասի, մենք հատուկ բացումներ չենք անում այդ դպրոցներում, ընդհանուր այցեր ենք անում, ծավալները շատ մեծ են ու եղանակային պայմաններն է դեպքեր եղան, որ խանգարեցին։ Մենք 1-2 ամսվա ընթացքում պիտի որ ամբողջությամբ դպրոցները արդեն ավարտված լինենք ու ամեն օր մի դպրոց շահագործման է հանձնվում կամ շաբաթը մի դպրոց, 2 դպրոց շահագործման է հանձնվում, ասել ենք այդ փուլին, էլի արդեն դպրոցներ ունենք, որտեղ ուղղակի մաքրման աշխատանքներ են տեղի ունենում, հասկանում եք 2-3 հազար քառակուսի դպրոցը ու այդ ծավալի շինարարությունից հետո ժամանակ էլ դա է տևելու։ Շինարարական թերություններ են, մանր թերություններ էին, որոնք ամեն դեպքում իմ համար անընդունել են, այդ թերությունները շինարարին ասվել է, որ արագ վերացնեն, ներգել են գույնը լավ չի, ոչ թե գույնը լավ չի ստացվել, այլ պատի վրա հետքեր են երևում կամ մանր բաներ են, որպես այդպեսին իրանք շինարարական լուրջ թերություններ չեն պատուհանների կամ բանի, որ ամբողջ նոր նորից քանդելու են կառուցեն, բայց եթե մենք դպրոց ենք կառուցում, ուրեմն այդ մանր բաները եւս պիտի չլինեն։ Պարոն Արուշանյան, ինչ կասեք նաև մարզպետարանի էջից տեղեկանում ենք, որ այսպես պարգևավճարներ նաև մարզի ուսուցիչներ են տրվել, քանի ուսուցչի մասին է խոսքը եւ ինչքան գումար հատկացվել։ Մենք տարեվերջին հանձնարարական տվեցինք բոլոր դպրոցներին, ոչ միայն դպրոցներին, բոլոր պողոտներին, նաև մշակութային կենտրոններին, թանգարաններին, սպորտ դպրոցներին, որոնք մարզպետարանի ենթակայության տակ են, այն դպրոցները, այն կառույցները, որոնք ունեին խնայողություններ, այդ խնայողությունները բաժանեցին տարբեր համամասնություններով ըստ աշխատավարձների, բաժանեցին կոլեկտիվի մեջ պողոտների եւ 4620 անց ստացել է 443 միլիոնից ավել պարգևավճար։ Այդ 4620-ից մանկավարժները 3508 տնն են։ Այսինքն մեր ընդհանուր մարզով մեր մարզպետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցներ, տնօրեններից մինչև վարչական մասի աշխատակիցներ, հավաքարարներ, պահակներ, տնտեսվարներ, ուսուցիչներ ընդհանուր 4620 անց ստացել է 443 միլիոն 700 հազար դրամ, եթե չեմ սխալվում վերջի հատվածը։